Տենանք այսօր կարոտի թևին ուր ենք հասնում։ Ռվտհան կոֆեն։ Այսօր էլ արթնացա, շնորհակալ եղա ու վազեցի մի գավաթ սուրճ վայելելու։ Ես սուրճի սիրահար, չէ, էդ իմ մասին չի։ Այն ավելի շուտ խորելու, մտքերն իմի բերելու պատրվակ է։ Այն, որ արարողակարգը գերադասում եմ համից, դա միանշանակ։ Շատ անգամներ նույնիսկ նկատում եմ, որ մի կում անգամ չեմ խմել, բայց կարևորը եփել ու առավոտ շուտ տունը ողողել եմ սուրճի անուշ բույրով։ Ինչ կա որ։ Իսկ գուցե դա հեչ է սուրճի բույրը չէր, այլ հիշողություններից կարճած լինելու եւս մի վկայություն։ Քնանք դե նվախտը։ Քնացինք։ Օրը սկսվում էր ռվտհան կոֆեյով։ Մի բաժակ կոֆե խմենք, բելի աչքերնի սպեցլի։ Տնանք էս ինչ ենք անում, դե իհարկե հարամ կլերեն կոֆեն, որը որ կխմվեր անհրևան։ Ռվտհան սուրճի թեմաները շատ խայտաբղետ էին։ Մինը գիշերը լավ չէր քնել, գլուխը դնդռնել էր։ Մին նանյոներ քնել, ճիտներ փռնվել։ Մինն էլ լավ չէր ծածկվել, բաբատքի թվեր էր քաշում։ Քննարկվում էր եղանակը, միանշանակ։ Լուրերով նասեցին սահորն անձրև դիկյալ։ Էդ ինչ լուրերով ես միացել վեր մեր ռադիոն տհզած չի ասել։ Սա աղորը արև դիլիլ, բայց ասեց հարավ արևմուտքից սառնոթային ցիկլոն միգլոն դիկյալ։ Ինչ էլ հվատմըք դրանց, են առավետը վեր եմ կենամ, էս ծյախ ու ծունգս թե բաբատ ցավալի սալյամ, ուրեմն խոնավ անձրևոտ ղինակ դիլիլ, թե հու չէ, են առիսկով քնում եմ վար ու ցանքիս։ Ու այդպես յուրաքանչյուրն իր տարբերակը պնդելով սուրճը վայելում էր ու անցնում էր առօրյա գործերին։ Ու սա ղորն աստված էին կանչում, որ ղինակը հանկարծ խարապ չլի։ Մինը բուրդն էր լվացել, արևի տակին չորացնում էր։ Մինը մի տրոս լվացք էր փռել։ Մինն արդեն կյարունք վաղավարու ցանք էր սկսել։ Մինն էլ արդեն շթիլ էր դնում։ Մինը սաղ սերմորանքը մղակը մվեր էր ածել ու ճիկի էր անում, թե ինչ ունի, ինչ չունի, ու ամեն անգամ ինքն իրա վրա բարկանալով, թե խիչի ամեքի վրա իր անը մկիրեմ, վրայի սորսը հշշկիլ չինգնի։ Մինն էլ պդվլնին էր ու բորկա անում, ու ինչքան հին ու անպետ կպյան էր կար, քինում ին ձորը, խարույկի մեջ, ու անընդհատ իրան մեղադրելով, թե սյուր այսքան խլամը հվակել։ Ու այդպես շարունակ։ Կամած մոտենում էր կեսօրվա կոֆեի ժամը, կեսօրվա թեմաններն էլ դե մի ուրիշ էին, ամըքն իրանց գովքն էին անում, թե ով ինչքան գործ արել, ու այդքան չրչարվիլիցը, մինի ճնշումներ դիերել, էմինի մեջքը չիլիկ էր լեմ, էմինի գլուխը ռվետվանից տհդնդռնած էլ մնացել էր, էմինն էլ բաբատ տակ էր, լեիք շերը լավ էլ պյացեր լել, ինչ ջերմաչապ, ինչ պյան, ձերով ստուգումին 38.5 ջերմություն, փեչատնել տալի ու ղրգում թինգը տալ, բուժումն էլ քացախի թրջոսներ էր, բարտադիր։ Ու տհե ամըք քնումին իրանց պյանին, ըրգինեհովի կոֆեին ոչ բոլորն էին մասնակցում, մինին հյուրեր էր ունենում, մնի հայվանը շուտ էր գալի, մինի էլ մարդներ շուտ գալի։ Գիշերը 10-11-ի կողմերը թերևս մարում էին բոլորի լույսերը։ Շուտ քնենք, վերրավետը 1000 գործ ունենք։ Իհարկե ամենաառաջի գործը տավերներ, հա, ռվտհան կոֆեն։ Հա, ու որի ժամանակ են մի հրևանը պարտադիր ասում էր, վրասմի ես անդեր ծունգս բաբատ ցավմա, խոնավ ղինակ դիլիլ, մինը տլապյանի թղ չտրիկ, տհակ, բրանատ ձեր ռադիոնների ցիկլոն միգլոնը։ Սիրելի հետևորդներ, իսկապես տարվա այս եղանակին գարնանը, արդեն ապրիլի կեսնա, գյուղացիների մոտ աշխատանքի բուրըն աշխատանքի շրջանա, իհարկե բոլոր եղանակներին շատ աշխատանք գյուղերում, գյուղացու համար, բայց մանավանդ այս ժամանակահատվածը, որ այգում պիտի գործ անեն, վարեն, ցանեն, մարկեն, մշակեն, եղանակը մի օր էլ որ փչանում է, բոլորի աշխատանքը հետ անգնում որոշ չափով ու այս տարին էլ իսկապես այդպես է, ապրիլի կեսն է, իհարկե Շամշադինի տարբեր գյուղերում տարբեր
գործեր են անում, մեր ներքևի գյուղերում ավելի տաք ու հողը ավելի բերրի է, այնտեղ արդեն գրեթե ամեն ինչ ցանել են, շատ է բոլորը վարել են, այդ սկզբի ցանքսերն արդեն արել են, բայց մեր մոտ կան նույնիսկ հողեր, որ դեռ չեն վարել, մեկը ցանել է, մեկը վարել է, մեկն արդեն մարկել է, որ ցանքսանի ու եղանակը շատ խանգարում է։ Իհարկե աշխատանքի բերումով մենք այսպես հարևաններով առավոտ կեսօրին ու ըրգինեհովին սուրճ չենք խմում միասին, շատ հազվադեպ է ստացվում, բայց որ ստացվում է շատ լավ է լինում։ Արագ մի պատմություն պատմեմ, ես որ նոր էի ամուսնացել, սուրճ չէի խմում, դե համկուճ ուրի խելքս կտրերվե չամալ, սուրճ չէի խմում, մի քանի տարի, 2-3 տարի երևի թե, մինչև որ տեքրս ամուսնացավ, դեքորկին ունեցա, բոլորով հավաքվում գործ էինք անում ու կեսում, որ հոգնում էին, ասում էին գնում ենք կոֆե խմելու, դե ես մոխրոտիկս ասում էի, ես կոֆե չեմ խմում, դմբո էլի, բոլորը գնում էին սուրճ խմելու, դե դու բանի, տեսա որ չէ, այս կոֆեն ընդամենը պատրվակ է հանգստանալու, լիցքաթափվելու, զրուցելու, ինչու չէ նաև բամբասելու ու քննարկելու ու այդ օրվանից սկսեցի ես էլ սուրճ խմել, քիչի էնել միանգամից մի մեծ տաշովի բաժակով, մինչև օրս, բայց իսկապես այն, որ արարողակարգը գերադասում եմ համից, ինչպես էստեղ նշեցի, դա միանշանակ, սիրում եմ բոլորիդ, մնացեք բարով,